ինչ էր կարող անել Հայաստանը։ Կարող էր պնդել, որ Տրամպի ճանապարհը լինի ոչ թե 42 կիլոմետրանոց, այլ լինի առնվազն 4-5 անգամ ավելի երկար, մինչև Երասխը։ Եվ այդ դեպքում նույն պայմաններով կողմերի համար այդ դեպքում պատասխանատվությունը կլիներ հենց Միացյալ Նահանգների վրա, այդ Միջանցքի, այդ ամբողջ ճանապարհի անխափան աշխատանքի։ Հեշտ էր սրան հասնել, այո, հեշտ էր, որովհետև Միացյալ Նահանգների շահը այստեղ ակնհայտ երևում է։ Նախագահ Տրամպին կասվեր, գիտեք, ինչ է նշանակում 43 կիլոմետր։ Տրամպը սիրում է ամեն ինչ ավելի մեծ, այսպես խոշոր, ավելի տպավորիչ պրոյեկտներ, մենք առաջարկում ենք ավելի մեծ պրոյեկտ, ավելի հետաքրքիր, իսկապես խաչմերուկ եք դառնում այս կարևոր հանգույցի վրա։ Եվ այդ պարագայում Ալիևը ստիպված պետք է լիներ ճանապարհներ գտնել կամ հետաձգելու կամ մերժելու։ Այսպես դեկորացիայի դերում կլիներ Հեյդար Իլհամ Ալիևը։ Կարծում եմ սա պարզ բան է։ Ինչու չի արել Նիկոլ Փաշինյանը։ Որովհետև ինքը Հայաստանի մասին չէր մտածում։ Ինքը մտածում էր նկարի մասին, որը կարելի է շատ ակտիվ օգտագործել ներքաղաքական նպատակների համար։ Իդեպ, ես էլ նկար ունեմ սպիտակ տանը, օրինակ Կլինտոնի հետ, ստորագրությամբ, բայց այդ նկարի դիմաց ոչ մի բան չեմ տվել։ Սա ուղղակի պրոտոկոլային նկարներ են, անում են բոլորի հետ եւ դրա դիմաց պարտադիր չէր քո տարածքի տրանզիտային առումով ամենից գրավիչ կտորը կառավարման հասնել այլ երկրի ընկերության։